Հագուստի նախագծման դասընթացի ուսանողի կողմից ուղարկված չափերն են, սաղ կիսաշրջազգեստի համար նախատեսված չափերն են, այստեղ հասակը 167 է, կրծքի շրջագիծը 86 և կոնքի շրջագիծը 92։ Ես այս չափերը, որը անհատի վրայից է չափված, այսինքն սա անհատական չափեր են, համեմատելու եմ գոստերի հետ և վերլուծեմ։ 167 հասակ այդպիսին գոստերի մեջ չկա և մենք պետք է ընտրենք որպես ստանդարտ տիպային, որ նայենք մնացած չափերը ըստ բարձրությունների, դա կամ լինելու է 164-ը կամ 170-ը։ 170-ը, եթե այսպես նայենք, կարող ենք ընտրել և սա և նա, բայց ավելի լավ է ընտրեք դեպի փոքրը։ Ամեն դեպքում ընտրությունը կատարում է կոնստրուկտորը և միշտ հիշում է այդ մասին, եթե 164 է, ապա բոլոր ամբողջ թվերը մեծացնում ենք, իսկ եթե ընտրել ենք 170, ապա բոլոր ամբողջ թվերը, որ ստանում ենք հաշվարկներից կամ չափերից կարող են լինել, կարող ենք փոքրացնել, կլորացնելով դեպի փոքր։ Փոքրի ընտրությունը դա իմ անհատական մոտեցումն է, դուք կարող եք նաև ընտրել մեծը, այսինքն դրանից ոչինչ չի լինի։ Այսպիսով որոշեցի ես ինքս իմ համար, որ տիպային չափը ընտրում ենք 164-ը որպես համեմատականներ։ Երկրորդ չափը դա 86 է, որպես այդպիսին այդ չափը նույնպես չկա և մենք պետք է նայենք կամ 84-ը կամ 88-ը։ Կրծքի շրջագծի չափերի ու տիպային չափերի միջև տարբերությունը 4 սանտիմետր է, հասակը 6 սանտիմետր է, կրծքի և կոնքի շրջագծերինը 4 սանտիմետր։ Այստեղ քանի որ 86 է, էլի նորից մեջտեղի հատվածն եք ընտրել, կարող ենք ընտրել դեպի փոքրը, բայց հաշվարկների մեջ միշտ տեղադրում ենք մեր շրջագիծը, դա շատ կարևոր է, ուղղակի մեգա կարևոր է։ Ինչ էլ որ մենք ընտրենք, որ կողմն էլ որ մենք ընտրենք, մեծի թե փոքրի, միշտ տեղադրում ենք մեր շրջագծերը։ Ընտրում ենք, որպեսզի նայենք մնացած չափերը, օրինակ բարձրությունների հետ կապված։ Երրորդ չափը դա կոնքի շրջագիծն է 92, այդպիսի կոնքի շրջագիծ կա, դրա համար մենք թողնում ենք այնպես, ինչպես որ կա։ Բայց եթե լիներ 93, ուրեմն կգրենք 93 կամ լիներ 94, կարող ենք ելի նորից գրենք 92-ը նայենք, բայց ընտրենք 94-ը մեր հաշվարկների մեջ։ Հիմա ցույց տամ գոստերով։ Այստեղ չափսի համարն է։ Սա համարվում է index, տոճկա, index չափի համարն է։ Սրանք մեր բոլոր չափերն են։ Հիմա այս անհատական չափը դարձնում ենք տիպային, կստանանք 164, 84, 92։ Երբեմն ես չափում եմ նաև 170, 84, 92-ը և համեմատականներ եմ մտցում, տեսնեմ, որ չափն է ավելի հարմար։ Եթե հաճախորդը օրինակ կամ մենք մեր վրայից ենք չափում, հնարավոր է դա ճշտել, որոշակի բարձրություններ ես ճշտում եմ և տեսնում կոնկրետ մարդը այս հասակին ավելի շատ համապատասխանում, թե որ ընտրեի 170-ը ավելի լավ կլիներ։ Տեսողականորեն նույնպես մենք այդ որոշումը կայացնում ենք նայելով մարդու իրանի կազմվածքի, կարող է իրանը լինի երկար, օրինակ վերևի մասի համար ես ընտրեմ, օրինակ բարձր ավելի հասակը, իսկ ներքևի հասակի համար օրինակ ոտքերը կարճ լինի, չէ՞ որ մարդու պրոպորցիաները նույնպես կարող են տարբերվել, դիրքը կանգնած եւ այլն։ Դրա մասին ես նույնպես խոսել եմ ուսանողների հետ, դրա համար ամբողջությամբ մենք պետք է վերլուծենք, հենց այնպես չենք անցել մարմնակազմության տեսակները, ասանքան եւ այլն։ Այստեղ ես ստացել եմ չափերը եւ այս չափերը ինձ կօգնեն հիմա կողմնորոշվելու որ ուղղությամբ շարժվեմ։ Այս հասակի, որը 164 էր, թե մյուսը, որը 170 էր։ Եվ հիմա ամենա այդ կողմնորոշիչ չափը դա այս չափն է բարձրություն գոտկատեղի կողքից, համարով դա 25-ն է եւ ես հիմա այսպես կնայեմ։ Բարձրություն գոտկատեղի կողքից չափը 84-92-ը հասա, տալիս է 105.3, չափված է 105, ասենք իդեալն է, ուրեմն այդպես էլ կա։ Հաջորդ չափը դա բարձրություն գոտկատեղի առջևից, դա երբ որ կիսաշրջազգեստի հենց փորի հատվածից են ուղղահայաց վերջնում մինչև հատակ, դա 26 համարն է եւ այստեղ 103.3 է, չափվել է 104։ Կարող ենք հաշվել, այո, ինչու եմ ես հաշվում, այո, հնարավոր է եւ այլն, որովհետեւ
հասակը 167 է, իսկ մենք նայում ենք 164-ը եւ այո հնարավոր է։ Եվ նույնպես թողնում ենք որպես ճիշտ լավ չափած չափ։ Բարձրություն նստամկանի ծալքի սա շատ կարևոր չափ է, հատկապես տաբատների դեպքում, կիսաշրջազգեստի դեպքում այն գտնում ենք գոտկատեղից մինչև կոնկնկաց հատվածը, այստեղ 74 է առաջարկվում, 73 է, դա նստամկանի ծալքի ֆորման եւ ձևը որոշող չափ է, նույնպես թողնում ենք ոնց կա, որովհետեւ շատ մոտ է։ Տեսեք, ես չեմ փոխում թիվը, դարձնեմ գոստով օրինակի համար, դա ես համեմատում եմ ըստ պրոպորցիաների։ Եվ ըստ պրոպորցիաների, իդեպ եսա ոտքի երկարությունն էլի հետևամասից նստամկանի ծալքից է, ըստ պրոպորցիաների, եթե 64 հասակը 74 է, այստեղ 73 է, ուրեմն ճիշտ ընտրություն ենք արել, որ ընտրել ենք սա, որտեղ կարող է հասակը ավելի շատ մոտ լինի 164-ին ու տատանվի 167, որտեղ տան պայմաններում են հիմնականում չափում հասակը, որը միշտ չի, որ շատ ստույգ է։ Հաջորդ չափը, որը չկա բարձրություն գոտկատեղի, ես ուղղակի այսպես նայում եմ, եւ 102.7 է, ես գրում 103 ըստ չափերի վերլուծության։ Բարձրություն ծնկի չափը, այստեղ առաջարկում է 45.4, չափել են 47, հիմա ցույց տամ, թե դա ինչքան էական չի եւ ոնց կարող ենք այդքան տարբեր չափեր ունենալ, եթե համարենք, որ սա մեր չաշկան է ոտքի ծնկի հատվածում, ապա սանտիմետրի ժապավենը այսպես դնենք, այստեղ դնենք, դա բոլորը ծնկի հատվածն է, այսինքն այստեղ ներքևից չափում են մինչև այդ մակարդակը, կարող է վերև ներքև լինել, դրա համար, որ ստացել են օրինակի համար 47.5, այո հնարավոր է։ Ես այստեղ իհարկե կարող եմ խորհուրդ տալ, որ եթե ընտրեք օրինակ 47-ը, 47.5, ապա ուղղակի կարճ կստանաք, այն ներքևից ավելի բարձր է։ Իսկ այստեղ առաջարկում է 45, ուղղակի մի քիչ ներքև եք ստանալու, ընտրությունն ձերն է։ Եթե ուզում եք երկար լինի, ցանկության դեպքում կարճացնեք, ապա ընտրեք գոստը։ Դա եղանակ չի փոխի։ Գոտկատեղի շրջագիծը, այստեղ գոտկատեղի շրջագիծը առաջարկում է 63.6, անհատի չափը 68 է, բնականաբար բոլոր շրջագծերը միշտ գրում ենք անհատի չափերը։ Եթե բարձրությունները դժվար է չափել ճշգրիտ, որտեղ սանտիմետրի ժապավեն է, ձեռքը մի քիչ վերև, մկան է, շարժվեց, սխալ եղավ, դա ուղղակի ժապավենի այդ գործողություններից է, շարժվեցին եւ այլն։ Կարելի է ամբողջությամբ վերցնել գոստը եւ ոչինչ չի լինի, չի խախտվի, վատ լեկալ չեք ստանա, ընդհակառակը ավելի լավ լեկալ կստանաք, բայց բոլոր շրջագծերը միայն ձերը, եթե գոստում գրված լինի ինչ-որ մի բան, ընտրում եք միայն ձերը։ Դա նույնպես թողնում ենք, սա ավելացնում ենք, սա թողնում ենք, սա իրանց ընտրությունն է, եւ եւս մի չափ կա, որ այստեղ չկա, դա կրծքի կենտրոնների միջև եղած հեռավորություն է, դա ուրեմն վիտիչկայի համար է, այս մեթոդը MCOSEB-ը գտնում է վիտիչկաները կրծքի կենտրոնների միջև եղած հեռավորությամբ, դրա համար այդ չափը հարկավոր է, չնայած ասեմ, որ սա հարկավոր է ընդհանրապես վերևի հագուստի, այսինքն շարունակական գիծ ունենալու համար, այդ չափը 46-ն է, եւ դա նայում եմ, ահա այստեղ 18.4 Դե բնականաբար սա այնպեսի չափ է, որ դուք կարող եք չափել, դա կենտրոնների միջև եղած հեռավորություն է, կարող եք նայեք, եթե 19 է, 19 գրեք, եթե 18 է, 18 գրեք, եթե 17 է, ապա մտածեք, կարող եք չգրել, որտեղ շատ մոտիկ կստացվի, ընտրեք 18-ը։ Հիմա ես սա կնկարեմ եւ կուղարկեմ իմ ուսանողին։